Վերադարձանք հեռուստադիտողներ, առավոտ լուսոն շարունակվում է։ Հաջորդիվ ունենալու ենք հետաքրքիր զրույց։ Առանցքում լինելու է մի մարդ, ով իր իմաստությամբ եւ իր թողած ժառանգությամբ կարծում եմ դեռ երկար պետք է առաջնորդի սերունդներին։ Ավելի կմանրամասնենք, երբ Նարեն խոսի ու ներկայացնի թեման ու հյուրերին։ Խոսելու ենք Օմար Խայամի մասին, նրա քառյակների տարբեր թարգմանությունների մասին, որոնք արվել են օրինակ 42 լեզվով, տպագրվել ու տպագրվում են միլիոնավոր տպաքանակներով եւ տաղավարում մեր հյուրերն են, ովքեր ավելի շատ կմանրամասնեն այս թեման։ Եվ այսպես ողջունենք դերասանուհի երգահան Ժաննա Բլբուլյան։ Բարև ձեզ։ Եվ բանաստեղծ թարգմանիչ Լևոն Բլբուլյան։ Բարև ձեզ։ Օմար Խայամի դերակատարման մասին դժվար է այս պահին մեր կողմից որոշակի գնահատական տալ, մաթեմատիկոս, աստղագետ, գիտնական իմաստուն մարդ եւ քառյակների վարպետ, ով կատարելության հասցրեց գրական այս ձևաչափը, այդպիսի տեղեկություններ ունենք շատերս։ Թարգմանությունը տեղի ունեցել, խնդրում եմ սկսենք, որի հետ կապված շնորհավորանք։ Հետաքրքիր է, որ Օմար Խայամը այդպիսի բազմաշնորհ մարդ է եղել, գիտնական, աստղագետ, տոմարագետ։ Մինչ այժմ նրա տոմարով առաջնորդվում են Պարսկաստանում։ Այո, այժմ գործում է Պարսկաստանում նրա ստեղծած օրացույցը, բայց զարմանալիորեն իր հայրենիքում որպես բանաստեղծ նա տարիներ շարունակ չի ճանաչվել, չի գնահատվել եւ 1859 թվականին Անգլիայում Էդվարդ Ֆիցջերալդ անունով բանաստեղծ թարգմանիչը թարգմանում անգլերեն տպագրում է 101 քառյակ եւ տպագրությունից հետո ուրեմն միանգամից Խայամը դառնում է Անգլիայում ճանաչված, հետո արդեն Ֆրանսիայում, Ամերիկայում դառնում է հանրայդ դեմք, նշանավոր բանաստեղծ եւ այնուհետեւ իր հայրենիքում նոր ճանաչում են, հետաքրքրվում են, գնահատում են Օմար Խայամին։ Սովորաբար գրողների հետ երևի բոլոր ժամանակներում այդպես օրինակ պատմություններ եւ երաժիշտների հետ նաեւ, բայց այսօր իսկապես Օմար Խայամը աշխարհի ամենատպագրվող հեղինակներից մեկն է, 42 լեզվով արդեն թարգմանված, ասվեց։ Դուք ինչպես որոշեցիք անձամբ մոտենալ այս գործին եւ թարգմանել։ Ուրեմն հետաքրքիր է, ինձ մոտ սովորաբար ամեն ինչ պատահական է թվում, թե ստացվում է, բայց հետո պարզվում է, որ այդպես էլ պիտի լիներ։ Ես համացանցում հանդիպեցի Խայամի, իրան այդքան էլ ծանոթ չէի, տարիներ առաջ տպագրված Գևորգ փոքրիկ մի այդպես գրքույկով գիտեի ընդամենը, բայց դե անունը բոլորս գիտենք Խայամի։ Ուրեմն հանդիպեցի նրա բանաստեղծություններին, քառյակներին, որոնք շատ այժմիական էին ինչում, շատ, կարծես այսօրվա մասին լիներ, մեր իրականության մասին լիներ ու չդիմացա, համարձակվեցի թարգմանել, ռուսերեն էր իհարկե։ Թարգմանեցի եւ հենց Facebook-յան իմեջում այդպես էլ գրեցի, սիրելի բարեկամներ, համարձակվեցի թարգմանել մեծ իմաստունից այս մի քանի քառյակը ներկայացնում եմ ձեր դատին։ Այդ 7 քառյակից հետո այնպիսի արձագանքներ եղան, այնպիսի գնահատականներ եղան։ Եվ ես զգացի, որ շատերի համար նորություն էր Խայամը, այո, անունը գիտենք, լսել ենք, ամեն օր երևի տարբեր առիթներով հնչում են, բայց խորապես ինձնից սկսած շատերը չգիտեին։ Դա ինձ ոգևորեց, ես նոր շարք արեցի հաջորդը։ Հետո արդեն նույն արձագանքը ու ավելի մեծ արձագանք, ավելի ջերմ արձագանք ու ես զգացի, որ հարկավոր է չնայած տարբեր հրատարակություններ հարկավոր է նոր քառյակ, նոր թարգմանություն ներկայացնել։ Կարծում եմ, որ ձեր այս ճանապարհը եւ որոշումը շատ արդարացված է, վստահ եմ նոր սերունդն էլ եւ մարդիկ, ովքեր առիթ կունենան նոր գրքին հանդիպելու, մեծ գոհունակությամբ այն կվերցեն ու էլի կընթերցեն, որտեղ 100-ամյակները անցնում են պարզ ճշմարտությունները, որոնք հանճարեղ մարդկանց կողմից ասվել են, դրանք չեն հնանում։ Մենք փոխում ենք մեր միջավայրը, իրականությունը, բայց ես համոզվեցի, որ իսկապես չեն հնանում։ Ես ճիշտ ասած մտադիր էի, որոշեցի արդեն բնագրից ուրեմն թարգմանել 226 գրքի գաղափարը
Ես դիմեցի իմ բարեկամուհի Էմա Բեգիջանյանին, հայլուն մասնագետ, պարսկերենի եւ գիտակ գրականության, պարսկական գրականության, եւ մենք արդեն սկսեցինք բնագրով աշխատել։ Նրա տողացիներով ես արդեն ստեղծեցի այս գիրքը։ Նախապես մտադիր էի մի 200 քառյակով փոքրիկ գրքույկ անել, ինչպես Գևորգ Էմինն է արել ժամանակին, բայց հետո ավելի ու ավելի ոգևորվեցի, գնահատականները, սպասումները ավելի մեծացան մարդկանց ու ծնվեց այսպիսի գեղեցիկ հատոր, որը հրատարակեց Անտարես հրատարակչությունը։ Ատկի Բելբուլյան, իսկ երկհան լինելով հնարավոր է ունեք ձեր ստեղծագործությունների մեջ երկրորդ Օմար Խայամի ստեղծագործությունների հիման վրա է։ Չէ, ցավոք չունեմ, ես հիմնականում համագործակցում եմ Լևոնի հետ, իսկ Ֆրանսիայում տարբեր պոետների հետ, բավականին հայտնի, բայց վերջերս էլ Լևոնից թաքուն արդեն չեմ էլ ասել իրեն, իր բանաստեղծությունները արդեն վերցնում եմ եւ ինքս եմ երաժշտությունը գրում, որտեղ մինչ այդ Լևոնը միշտ գրել է իմ երաժշտության վրա երգերը։ Հիմա ես ընտրել եմ հակառակ գործընթացն է։ Սովորաբար միշտ հարցնում են, չէ՞ ոնց է լինում, բառերն են երաժշտություն ծնում, թե երաժշտությունն է խոսքեր։ Բայց միջալով Ժակը շատ լավ միտք տվեց։ Մտածել։ Կարծում եմ այս ամբողջ հանրահռչակման ընթացքում աշխատանքի կարող է աջակից լինել որևէ ստեղծագործություն եւս։ Ուրեմն հիմա հակառակ ընթացքն է Քարյակներ ունի, որ կարդում ես պատահական, այսպես բացում ես որևէ կարդում ես, զգում ես, որ մեր իրականության մասին։ Լավ, կան կառնենք հենց դրան։ Մեկ վարքան պատահական բացում եմ։ Պատահական։ Ահա, Պատահական։ Ահա։ դե կա։ Քո դեմքն իմ անգին թարմ է Ծորյանի ծփուն արտերից։ Դու ցանկալի ես դրախտի բուրյան նուրբ ծաղիկներից։ Երբ դու ծնվել ես, մուշկով է նախ քեզ մայրդ լողացրել, հետո խառնելով մի կաթիլ խելար խենթ իմ արյունից։ Ենթադրում եմ սա կարելի է, այո, սիրո բաժնից է տրամադրել ամուսնուդ կարդա քեզ համար։ Ինչու ոչ, տարբերակ է։ Շատ լավ հարց։ Այս ժողովածուն ոչ միայն ընդգրկուն է վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում կատարվածներից, այլև առավել մոտ է բնագրին եւ գեղագիտական առումով ավելի հաջողված է։ Փաստորեն աշխատել եք այնպես անել, որ բնագրին շատ մոտ լինի։ Այո, եթե տարբեր թարգմանությունները եղել են տարբեր տարիներին, ես նշեմ մի քանի անուններ, Վարուժան Խաստուր, իմ երջանկերների ժամանակին արել է, ինչպես նշեցի Գևորգ Էմինը, Ազատ Մատյան, Իրանում ճանաչված բանաստեղծ թարգմանել են տարբեր մարդիկ, բայց այսպիսի ծավալով, այսպիսի անդրադարձ առաջին անգամ Միջայլոց մենք մեր ֆոնին խոսակցության հիմա լսում ենք ձեզ, սա ինչ ստեղծագործություն է, մի փոքր բարձրացնենք։ Սա մեր վերջին նոր ստեղծագործություններից է, որը կատարում է Նաիրա Մանուչարյանը։ Ինչ է անվանումը։ Ուրիշ աշխարհ, ուրիշ կոչվում է ուրիշ աշխարհ, երգը Նարան մեր տանն էր, Լևոնն էլ կար, ես նվագեցի մի նոր մեղեդի, այսպես ասեցի, լսեք, երեք երազ եմ տեսել, այսօր առավոտ մի նոր մեղեդի եմ հորինել, երկուսն էլ շատ հավանեցին, ասին նորից մի հատ նվագի, երկրորդ անգամ նվագեցի մեղեդին, Նարան ասեց, Լևոն ջան, եթե խնդրեմ բառեր կգրեք այս մեղեդու վրա, ես ուզում եմ երգել, այսպես երգի ծնունդը կայացավ, այսպես հետաքրքրն է, Ժանան նվագեց մի քանի մեղեդի։ Ես էլ մտքումս առանձնացրի այդ մեղեդին, պարզվեց Նայրան էլ այդ մի 3-4-ից առանձնացրել է դա։ Եվ դա ամենակարևոր նախապայմանն էր, որ երկուսից դուրս եկա եւ ինքը հրաշալի է կատարել։ Տեսնենք գոնե մի քանի վայրկյան ողջունենք եւ տեսահոլովակից մի փոքրիկ հատված։ Քիչ անց կդիտենք, նախապատրաստում ենք անպայման։ Փաստորեն շատ հետաքրքիր մթնոլորտ է ձեր տանը։ Եթե ստեղծագործ մարդ հանկարծ հյուրընկալվի ձեր տանը, նրա բախտը, չգիտես, այդ օրը ոնց են դասավորվել աստղերը, կարող է բերել եւ ծնվի նրա երգը։ Հաստատ միշտ այդպես է եղել։ Անհայտ Մանուկյանի հետ այդպես է եղել մեր սիրելի Այդպես մենք գրեցինք վերջին զանգ երգը։ Ուրեմն ձեր հասցեն կթողնենք, մենք անպայման Մհերի հետ վերջին զանգը։ Եվ գաղափարը ինքը տվեց, մի անգամից ծնվեց վերջին
զանգ երգը, որը հիմա ամենասիրված Ես կարծում եմ, որ ամենաարդյունավետ հանդիպումներն են ձեր տանը տեղի Այնպես ունենում, որ- բացի այն, որ տալիս եք ձեր հոգու ջերմությունը, զրուցում ընկերական միջավայրում նաև ծնվում են Հիմա արդեն ստեղծագործություններ։ կարող ենք դիտել հատված։ Այո։ Իշենք արդեն նոր ճամփա կամեր դեր հոնն է սիրտը իմն է քո հոգին ծուլվել են իրար տենչերը մեր վար ու տանում են մեզ դեպի երջանկության ափեր լուսավար Նաիրայի երգեցողությունը եւ կերպարը, այսպես դասական էստրադային տրամադրության մեջ է եւ հետաքրքիր է, որ արտաբերումը բառերի ինչ որտեղ նաեւ ֆրանսիական շարմ ունի, դե դուք էլ ֆրանսիացի պոետների հետ եք աշխատել, Մեղեդին էլ ունի։ Մեղեդին հուշում է, Նարան շատ ճաշակով երգչուհի է եւ պատական երգեր չի երգում ասեն։ Շատ հետաքրքիր երգացանք ունի։ Այստեղ եւս Եվ- մեկ գիրք կա, սա էլ արդարացնենք գրքի ներկայությունը տաղավարում։ Եվ? Ժաննա եւ Լևոն Բլբուլյաններ, սիրո ու նվիրումի երգեր, ինչ է այստեղ։ Այստեղ մեր երգերի ընտրանին է։ Այստեղ ընդգրկվել են Քանի 40 տարվա երգեր։ երկերի։ Քանի համատեղ երկար Երկար տարիներ արդեն մի 20 եւ բայց մենք ավելի շատ ավելի աշխատում երգեր ենք, ունենք, այստեղ բայց ընտրանին է։ Այստեղ ընտրանին է տարբեր թեմաներով սեր, Այստեղ կան համ նոտաները, համ Իմիջայլոց, բառերը։ այո, եթե Հաջողություն։ փնտրում եք երգ, սիրելի երիտասարդ կատարողներ, Նորություն։ դուք կարող եք այս գիրքը ունենալ Գրաֆանատներում կան։ եւ ընտրել ձեզ համար որևէ ստեղծագործություն ու ապրեցնել։ Երգը ապրում է, երբ նրան այն կատարում են, հա։ Ինչ խոսք։ այո, իհարկե։ Երկը ապրում է, Եվ քանի այն կան կատարվում է։ շատ քանի դեռ- գեղեցիկ երգեր կան, տարբեր թեմաներով երգեր կան։ Ու հետո ասում են ամենահաջողված ստեղծագործությունները համապատրաստից գրված ստեղծագործություններն են ու դա ձեզ մոտ հենց հաջողության գրավականն է կարծում եմ։ Ձեզ կարելի է ուղղակի մաղթել ամենակարևորը ամուր առողջություն եւ այդ տրամադրությունը պոետիկ, որ շրջապատում է ձեզ, երբեք չպակասի, ներշնչանքը եւս։ Ամեն, Միմյանց ներկայությունը զգալով, միմյանց լրացնելով այսքան աշխատանք է արվել եւ արժեվում էլ Եվ նորը դեռ թողնի։ պիտի արվի։ Իհարկե։ Շատ ծրագրեր Մենք ակնկալում ու սպասում ենք։ Շնորհակալություն, որ եք։ Մենք էլ ենք շնորհակալ։ Իշաստ ենք մեր հյուրերն էին Ժաննա Բլբուլյանը եւ Լևոն Բլբուլյանը։